Զանգի Տրամփին, դες դա ինչ ես։ Ընդդիմությունը մի քիչ ավելի բազմազան է դարձել։ Ասենք էկզորցիզմի, հա, որ այդ ճարիքը քշենք։ Պարմանյան Գրեհիկ ինքը մեր չստացված Ջեք Պատրաշիտինն է։ Բարև ձեզ, եթերում Arn Comedy-ն է, ում է նախորդ թողարկումը չհավաքեց 3000 լայք, մի քիչ, մի 100 լայքով ավելի քիչ հավաքեց, դրա համար բեղերով չենք, բայց այս մարտահրավերը տեղափոխում ենք այս հաղորդման տակ։ Նայեք, ընդամենը 3000 լայք ու Ֆրեդի Մերկուրին նախանձով անայելու Նարեկի բեղերին։ Նախանձով, ինչպես GTB ստիլի արմատուրայով պատրաստված շենքերը, նայում են ուրիշ ինչ-որ բառադի արմատուրաներով կառուցված շենքերին։ Գերմանական ստանդարտներով Արարատում ձուլվող արմատուրան ձեր շենք շինության ամուր հիմքը կդառնան, եթե առնեք ու դնեք։ Եվ այսպես Նիկոլին մնացել են հաշված օրեր, որովհետև ընդդիմությունը մի կողմ ադրել միմյանցից ակնհայտ զզվելը եւ լծվելը, սկսելը impeachment-ի գործընթացը։ Նախ սկսել է քննարկել հա, impeachment-ի գործընթացը, հետո ընդդիմությունը մի քիչ ավելի բազմազան է դարձել։ Ես նոր մտածում էի, ոչ, երբ որ վերջապես ԿՊԱ-ականները գնան ստեղից, ստեղ լուրջ ախտահանման կարիք կլինի եւ ասենք էկզորցիզմի, հա, որ այդ ճարիքը քշենք։ Այո, Հայաստանի միակ առաքելական բուդդիստը, եթե բաց եք թողել, բուդդիստը, բայց պայքարում է եկեղեցու համար, միացել է impeachment-ին։ Հա, բայց եկեք ցես միանգամից այս կրկեսային մասերից չգանք, էլ եկեք մի քիչ շատակի լրջություն հաղորդենք այս քննարկմանը, Աշոտյան, մի հատ այն կարևոր մասերից սկսենք։ Հայաստան դաշինք, ես ձեզ հավատում եմ, դուք մի մասի իմ ընկերներն եք, մի մասի իմ գործընկերները, անջատեք ձերոնց այս քարոզչությունը, որ ավելի շատ թույն է, քան պարարթող համապատասխան համատեղ աշխատանքի համար։ Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հեռացնել Նիկոլին։ Հա, մոռացա գլխավոր ինտրիգը։ Արդեն ինչքան ժամանակ է Սերժենք երացող մազութելություն Քոչարյանենց վրա, Քոչարյանենք էլ դե ծխում են սերժական թաթար մողոլներին ու դե impeachment-ը չի ստացում, որտեվ Քոչարյանենք չեն սիրում Սերժենց ու չեն վստահում, որ դա լուրջ բան է։ Հիմա հարց կհամախմբվեն արդյոք impeachment-ի շուրջ։ Կսեղմեն արդյոք Քոչարյանենք Աշոտյանի պարզած թավշյա ջերմ բաժակը դերի մի լավ ընկեր գրած ձեռքը։ Ու պետք չէ շռայլել խոսքեր չկա։ Մի բան որ պետք է բացատրել։ Մեզ YouTube-ը բլոկի։ Մենք ասել էինք, որ միանում են գործընթացին 4 ամիս գործընթաց առաջ չի գնացել, մեր ընկերները, գործընկերները պատճառաբանել են, որ առաջ չի գնում, որովհետև մեր ձևաթղթի տակ ստորագրված չի։ Այս կնային հայտարարությունը, որ արել ենք միանում ենք, դա բավարար չի գործընթաց առաջ տանելու համար։ Եթե դուք հիմա շատ բարձր չեք խնդում, նշանակում է դուք իմ նման չէիք հետևում այս process-ներին վերջին 4 ամիսը։ Դաշնակցության ալֆա սամեցը ասում է, որ մենք օբշի միացել ենք impeachment-ին, բայց պարզվում է առաջ չի գնացել impeachment-ը, որտեղ սխալ տեղ են ստորագրել, այն ձևաթուղթը, որը պետք է ստորագրենք, տեղ չենք ստորագրել, ասես կողքի զուգահեռ թուղթ ենք ստորագրել։ Հիմա որ չոտկի բացատրեցին ուր պետք է ստորագրենք, հիմա տեղից կշարժվի սայլը։ Արա 4 ամիս իրար կապուլեցի Մոնտեկին անում սրա պատճառով 4 ամիս այս հաղորդման այս տղեկ ասում են Հայաստան դաշինքներ ստորագրեք մեկ այրակ են հետոյվա են ձեները ԿՊ-ից չեն բերելու ու տեղ պարզվել է որ իրանք ոչ թե համատեղ պրավալ տվեցիք եւ այ մենակ զուտ իրանք պրավալ տվեցին դրա համար հիմա վերջապես պարզվեց որ խնդրեմը ընդամենը դա էր ինչ են ասել Սերժենք որ ձեզ համոզեն Ու վստահեցրել են, որ կան ԿՊԱ-ական падգամավորներ, որոնք չեն միանում այն պատճառով Քանի որ մեր ստորագրությունները դրված չեն, այդ ձևաթղթի տակ, մենք փոխանցել ենք մեր ստորագրությունը մեր գործընկերներին։ Ախ, արա այս քախնդալու մենակ իմ համար։ Իմ համար էլ։ Ոբշեմ այնտեղ մի 20 ԿՊԱ-ական լուր նստած են, որոնց հետ այնց աչքով ընկով ասեն, որ արա մենք կդուրս գանք Նիկոլի դեմ ձեր հետ, բայց կբից թող Քոչարյանենք միանան, որ զգանք որ լուրջ է, որ հետո մենք էլ գանք ու Քոչարյանենք չէինք միանում, այն 20 հականիկոլական նիկոլականները չէին միանում ու հիմա ամեն ինչ ստացվեց ու այդ 20 նիկոլական ԿՊԱ-ականները հեսա սպասում են որ արդեն պետքա միանան ու ընդդեմ Նիկոլից տապալեն այս իշխանությունը իրանց կամ էլ դա չի լինի ու կպարզի որ Սերժենցս 4 ամսվա impeachment-ը ուղղակի տենց հանրապետական կրկես էր որին նույնիսկ ոչ բոլոր դիմադրիներն են հավատում
Ով չի հավատում, որ սա կլինի։ Ընդդիմության նոր լոկոմոտիվը։ Ես պիտի հերացնեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև գիտեք, տենց մի տեսակ Ստանիսլավսկու տերմիններով ես չեմ հավատում ձեզ։ Ես այս էներգիաներով չեմ տեսնում, ինչպես պիտի հանեք Նիկոլ Փաշինյանին։ Ոնց չեք տեսնում էներգիա, հələ մի հատ նայեք ոնց է անդիմադիր ալֆա սամեցը, համարա կրծում ռեժիմի կոկորտը։ Զգացեք, որ անհնար է, որ այս պայմաններով impeachment չլինի։ Ալֆա սամեց։ Միանում ենք։ Հիմա 3 ամիս անցել է, մեր գործընկերներն ասում են ձևաթուղթն է պատճառը, որ առաջ չի գնում։ Խնդրեմ, մի հատ էլ է ձևաթուղթի տակ փոխանցել։ Պետք լինի ձևաթուղթի տակել կգրենք շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Մենք ամեն րոպե սպասում ենք Նիկոլի ստատուսին, որ Աշոտյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Բայց եկեք այսքան չսահմանափակենք, էլի ազգային ժողովում եղան նաեւ խառը հետարքի ելույթներ։ Այ օրինակ Ֆարմանյան։ Ինչ շատ վատ եմ զգում մոտենալ նույն ամբիոնին, որտեղ այս դալիճը եւ այս ամբիոնը իմ մտքերում արդեն խորհրդանշում է գրեհիկ մեծամտության, անպատասխանատվության եւ ընդդիմության հանդեպ անթույլատրելի վերաբերմունքով եւ ցավոք սրտի նաեւ մեր խորհրդարանական ընդդիմության ձախողմամբ։ Okay, այսինքն ազգային ժողովում վերջի 30 տարում ոչ մի բան չի փոխվել։ Բայց ընդդիմությունից ինչի է դժգոհ։ 21 թվականին Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի չի ընտրել այսօրվա այստեղ նստած ընդդիմությանը որևէ այլ նպատակով, քան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Խնդիր, որը մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է։ Ֆարմանյան, հոգիս, նայ ոնց աշխատում անտերյանին չէր։ Առողջ բանականությունը, եթե դու ստանում ես ԱԺ տեղերի մեծ մասը, այո, դու ջախջախում ու հեռացնում ես Նիկոլին, բայց արա, եթե դու այսքան մաս ես ժողովրդից ստանում ազգային ժողովում, ոնց ես հեռացնելու։ Դա մի քիչ ավելի դժվար է, քան դու պատկերացնում ես։ Դե, всё, լավ, ուրիշ թեմաներից ինչ ունենք, բանը, կոռուպցիա։ Անիֆի գործում կան նոր զարգացումներ։ Ոչ, Ավինյանը դեռ բանտում չի, ինչպես նաև Զախարյանը, Գագի Բեգլարյանը, բայց ընսորամիջ դեպի դա է գնում։ Նախ Անիֆի մասին բացահայտումներ արեց հետախուզվող Անիֆի տնօրեն Դավիթ Փափազյանի փաստաբանը։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 12-ին հրավիրում եմ Երևան քաղաքի Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահ, որտեղ կներկայացնեմ Անիֆի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման մանրամասները, դրա ոչ իրավաչափ եւ ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի դիրքորոշումը, ինչպես նաեւ կպատասխանեմ հետաքրքրող հարցերին։ Մանրամասներ գազային ցեղասպանության համար մեղադրվող եւ ենթադրաբար Ավինյանի հետ 50 միլիարդ դրամ ներսարած Փափազյանի բոլոր գործերից ինչ կարա լինի ավելի հետաքրքիր։ Ու ինչեր բացահայտեց փաստաբանը այդ ասուլիսին։ Անիֆի հետ կապված բոլոր կեղտոտ մանրամասները ներկայացվեցին Անի Պլազայում սեպտեմբերի 26-ին։ Ուղղակի ոչ մի fucking լրագրող չգնաց այդ ասուլիսին ու դրա համար մենք ոչ մի բան չգիտենք։ Այսինքն մի րոպե։ Այսինքն մարդը գրեց, բայց ազատությունը 54-րդ ռեպորտաժ ներառում Ուկրաինայի մասին, Մոլդովայի մասին։ Մոլդովան вообще ոչ մեկին հետաքրքիր չի։ Դեմոցիոներ impeachment-ով էր զբաղված արդյունքում հարաբան չիմացանք, ոչ մեկ չգնաց։ Արդյունքում Փաշինյանը շատ հուզիչ էմոցիոնալ անդրադարձ արեց Անիֆին։ Նույնն էլ Անիֆի դեպքը։ Ժորժան, ես ասում եմ, այս տարվա մենակ առաջին 9 ամիսներին 2018 թվականի համեմատությամբ 2 միլիարդ դոլարի ավել մուտք ա եղել պետական բյուջե։ Ինչը Անիֆի շնորհիվ է։ Քանի գնում Անիֆը հաջողությամբ պատմություն է դառնում։ Լավ, ինչպես վարչապետը բացառեց Անիֆի խայտարակությունը, այդ իր խոսքերն են իմը չեն, որտեղ է այդտեղ կոռուպցիան։ Այդ Անիֆի պատմությունը դուք որտեղ հարց կա, դուք որտեղից գիտեք։ Որտեղից գիտեք։ Մամուլը որտեղից գիտի։ Այդ պետությունը ինքը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից։ Okay, stop։ Ստեղ մի հատ փոքրիկ անալոգիա պետք անել, որպեսզի հասկանանք որտեղ է կոնկրետ մանիպուլյացիոն անոր շախբերը։ Նայեք, պատկերացրեք օպերայի տարածքից կորում է օպերան։ Fucking օպերայի շենքը էլ չկա։
Դատախազությունը բացում է գործ, կորել է օպերան, ինչո մեկը գողացել է օպերան։ Ու հետո մարդիկ ասում են, վայ, արա օպերան կորավ, մեկ էլ վարչապետ ասում է, եթե մենք գործ չբացենք, որ օպերան կորել է, ինչի՞ց եք իմանալու, որ օպերան էլ չկա։ Արա այնտեղ եկա օպերա էր ու չկա։ Նույն ձևի, ախպեր ջան, այդ արևային պանելները, որ պետքա սաղարագածը ծածկեին չկա, նույն ձևի այդ ավիաուղիները, այդ սամալյոտները կային ու չկան։ Նենց որ ձեր գործը բացեք, չբացեք, այդ եկա սև խորոչը բյուջեի ու Հայաստանի մեջ մեկը այրևալու էր ձեր գործի շնորհիվ չի որ դա տեսանք։ Okay, իսկ ինչ որ բովանդակային բան ասեց, ինչ որ մեկը բանտում է, Հիմա էլ Անիֆի տնօրենը հենց էմպայն, երբ որ հայտնվեց միջազգային հետախուզման մեջ, հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ ա արել։ Ու տենց Այս այզուր ի պատասխանես մեղադրանքների Անիֆի նախկին տնօրեն Փափազյանի փաստաբանը հրավերեց ասուլիս ու բոլոր կեղտոտ մանրամասները համ վարչապետի, համ բոլոր այդ գործի հետ կապված ներկայացրեց ուղղակի մենք նի չիմացանք, որտեղ ոչ մի լրագրող չէր գնացել այդ ասուլիսին։ լավ, եկեք մի հատ up to date լինենք Անիֆի հետ։ Ուր ենք հասել այս պահին։ Աբինյանը ասեց, որ ամեն ինչ քանդեց Քերոփյանը, երբ որ Անիֆը տարավ էկոնոմիկայի նախարարություն, Բայց Քերոփյանն էլ բացատրեց, որ Անիֆը այնքան վատ էր աշխատում, Աբինյանը այնքան շատ էր քակել Անիֆի գործերի մեջ, որ ստիպված էին բերել գցել էկոնոմիկայի նախարարություն։ Ըստ էության այն ինչ որ պարոն Աբինյանը ասում է, թե իբր եղել է կորպորատիվ կառավարում, եղել են այսպես սուպեր մասնագետներ եւ այլն, արժույթի միջազգային հիմնադրամը իր զեկույցով փաստացի մերժել է դա։ Հիմա ինչ որ մեկը ակնհայտորեն սուտ է խոսում ու դժվար չի կրահելով։ Հիմա Դավիթ Փափազյանի փաստաբանի ասելիսում սրա մասին ինչ որ մանրամասներ չեն բացահայտվել։ Սա եւ բոլոր փաստերը բացահայտվել են Դավիթ Փափազյանի փաստաբանի ասուլիսում։ Լրագրողներ ջան, հետևեք, այդ մարդու Facebook-ի էջին հետևեք, խնդրեք մի հատ էլ ասուլիս հրավերի հատուկ ուշացող լրագրողների համար։ Ու քանի փոքրիկ ստեր ենք բռնացնում, մի հատ էլ հետաքրքիր անհամապատասխանություն բռնացրել է մեր անուշ ախպեր Արթուր Չախոյանը։ Իր Անիֆյան ասուլիսի ընթացքում Ավինյանը արդարանում էր այն հարցի հետ կապված, որ իր կնոջ ընկերուհուն, որը բացել էր ընկերություն դες մի շաբաթ առաջ, ինչ որ առաջ է բրթել։ Կարինեին Անդրեասյան, դա իր հետ ես ծանոթացել եմ այդ տարի։ Իմ կինը Կարինեի հետ Անդրեասյան ծանոթացել է հենց այդ տարի։ Այսինքն հենց այդ նույն տարվա մասին է խոսքը, երբ որ ինքը նշանակվել է Անիֆի հետ ծրագրի ղեկավար։ Դե ինչ շախ եւ մատ բոլոր մեղադրողներն այդ կնոջ հետ համ ինքը, համ կինը ծանոթացել են Անիֆ ընդունվելու այդ նույն տարին, դրանից առաջ մանկության ընկերներ չեն եղել, նոր ծանոթացել են այդ Անիֆով։ Բայց նաև այդ նույն ասուլիսին, որին դեպ լրագրողները գնացել էին, good job, ասեց, որ Եվ որ Տիկին Անդրեասյանը ինձ զանգահարեց եւ ասեց, որ սենց process է տեղի ունեցել, ինձ ընտրել են, ես ասացի Կարինե ջան, եթե դու վստահ ես, որ կարող ես, որովհետեւ դու ոլորտի մասնագետ չես, դու կառավարիչ ես, բայց ոլորտի մասնագետ չես, խնդրեմ, եթե դու վստահ ես դրան։ Հիմա հարց, ինչու պետք է անծարոտ կինը, Անիֆի տարուն պետք է ծանոթանային զանգեր Ավինյանին ու հարցներ Արժի ես այս գործը վերցնեմ, թե չէ ու ինչու է Ավինյանը նրա հետ դույով խոսում։ Դե կարող է այդ նրա այդ նույն տարվա սկզբում այդ ժամանակ են ծանոթացել ու technically էդի դառնում է նույն տարում։ Իդեպ կարող է հետո պարզվի вообще որ այն մեր մանկապարտեզի նկարի վրա կարող է դու էր, ինչը technically նաև մանկության ընկերներ են։ Ուրեմն ներողություն եմ խնդրում եւ ձևակերպում հարցս ինչու է ամեն ինչ sense լավ համընկնով եւ զուգադիպում Ավինյանի հարցում միայն։ Չգիտեմ, մնացեք մեզ հետ, մենք փորձենք Պարզել ինչ եղավ լեզու, գլուխ, պոկող, ջարդող պատգամավորի հետ, ինչպես նաև մակում Փաշինյանի ելույթը եւ մյուս ելույթները։ Սոցիալական Կոմաս Գարաժները շարունակում են մնալ քաղցկեղը, որ գրավել է Երևանը եւ հրաժարվում է նահանջել։ Տարբեր քաղաքային իշխանություններ պայքար են հայտարարել գարաժների դեմ, բայց հետո ջոգել են, որ
չեն ձգի։ Ոչ մի հայ մարդ իր գարաժը չի տա, ինչա կակոյնի բույց երեխա խաղալու տեղ ունենա կամ նա ծառ տնկվի։ Կարևորը ավտոն անձրևի տակ չմնա։ Հետո այսօրվա երեխեքը սաղորը հեռախոսի մեջ են, ինչն է պետք բակը։ Արդյունքում եթե մի օր մենք վերանանք ու այլ մոլորակայինները գան տեսնեն Երևանը, կմտածեն ստեղ գարաժապաշտ ինչ որ ցիվիլիզացիա ա եղել, որի կյանքի միակ նպատակը եղել է իրենց ավտոյի համար գարաժ սարքելը։ Սկսենք գարաժները ոչնչացնելու ողջամիտ ծրագիր ու կարող է պարզվի, վաու, մենք 40% ավելի շատ Երևան ունենք, քան մտածում ենք։ 21-րդ դարն ա վերջի վերջո։ Այլևս անհնարասա թաքցնել ձմեռը մոտենում է, իսկ դա նշանակում է, որ պետք է սկսենք մտածել տունը տաքացնելու մասին։ Դե թող ձմեռը բռնվի, որովհետև Դոմուսում մինչև հոկտեմբերի 15-ը Մուրինո գազի կաթսաները սկսվում են 169,000 դրամից։ Մուրինո կաթսաները նախագծված են պարզ ու ռացիոնալ օգտագործման համար։ Դրա համար բոլոր պարզ ու ռացիոնալ արմ կոմեդիասերներին հրավիրում ենք ուր։ Դոմուս, համեցեք, պատրաստվեք ձմեռվան։ Դատախազությունը ոչ մի հանցակազմ չտեսավ պատգամավորի վիզիտ կփոկեմ արտահայտության մեջ։ Իսկ որ խմբակցությունից էր տվյալ պատգամավորը, իշխանական թե ընդդիմադիր։ Դու կարծում ես դա ինչ-որ կապ ունի, դու կարծում ես անաչառ մեր դատախազությունը դա կարող է հաշվի առնել։ Լավ, մի տաքացի։ Իսկ все-таки իշխանական էր։ Հա։ Խորհրդարանում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այս արտահայտությունը սպառնալիք չէ, պատգամավորն էլ որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Այսպես է որոշել Երևանի դատախազը։ 2 ամիս առաջ Հովհաննիսյանը ոչ միայն սեռական հայհոյանքով ու այս արտահայտությամբ դիմել էր ընդդիմադիր պատգամավոր Արման Սարգսյանին, այլև ջրի շիշ էր շպրտել նրա ուղղությամբ։ Ինչպես են իրավապահները եկել նման եզրահանգման, գլխավոր դատախազությունն ազատության հարցմանի պատասխան չի մանրամասնում։ Դատախազությունը երևի դնայել է Արթուր Հովհաննիսյանին ու հասկացել է, որ դժվար ինքը կարողանա Արթուր Սարգսյանի վիզը փոկել կամ вообще ինչ որ մեկի վիզը կամ ոնց է վիզը փոկում։ Իսկ ես ճիշտ եմ հիշում, որ այս ԿՊԱ-ական ալֆա սամեցը առաջի անգամ չի, որ խոստանում է ինչ որ մեկի մարմնի մասերը փոկոտել։ Հա, ինքը մեր չստացված Ջեք Պատրաշիտելն է։ Ընդ որում սա ԿՊԱ-ական պատգամավորի կողմից ընդդիմադիրներին ուղղված առաջին նման արտահայտությունը չէ։ Լեզուն կկտրեմ ակաժներն հետը։ 2 տարի առաջ կրկին խորհրդարանում ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին էր սպառնացել։ Լեզուն ու ականջը կտրել, ընդունել, որ սպառնում է, բայց դատախազությունը սա էլ սպառնալիք չէր որակել։ Դե դա նայեցին տեսան, որ Էդգար Ղազարյանի լեզուն տեղն է, ականջները տեղն են, սիրուն իրանց դիրքերում, մտածեն երևի դա ուղղակի հերետորական մետաֆորա էր։ Իսկ ոչ մեկին չի անհանգստացնում, որ մենք փաստորեն արժեում պահում ենք պատգամավոր, ով շատ անառողջ ցանկություններ ունի այլ մարդկանց մարմնամասերի նկատմամբ։ Okay, լավ չի հնչում։ Դե բայց այս բաները երբեք լավ չեն հնչում։ Այս մարդը անդադ խոսում է ուրիշի մարմնի տարբեր մասեր մասնատելու մասին։ Ես չեմ ջերում, հոգեբան չկա այս երկրում մի հատ։ Նայ, սա կլինի անարդար, եթե նման մի բան ասի ինչ որ մի ուրիշ սովորական մարդ ու իրան հետապնդեն, իսկ նման բանի համար պատգամավորին չհետապնդեն։ Մի ուրիշ սովորական մարդ ստուդիո։ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանին մինչդեռ այս խոսքերի համար հասցրել են դատարան, նստեցրել մեղադրյալի աթոռին։ Այս ժամանակներ որ մենք ենք ապրում, այս ճարեմ մանգալը Նիկոլին բռնեմ վիզը փոկը։ 2 ամիս առաջ ծերունին հարցազրույց էր տվել, դժգոհել ու քննադատել վարչապետ Փաշինյանին։ Հիմա մեղադրվում է սպանության սպառնալիքի համար։ Գործն արդեն դատարանում է, մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարգսյանին սպառնում է կամ տուգանք, կամ ազատության սահմանափակում առավելագույնը 2 տարով կամ էլ 2 ամսով ազատազրկում։ Այս անհարմար բառ, ու միշտեր բոլորս գիտենք, որ ականջներդ կկտրեմ, աչքերդ կհանեմ արտահայտությունները, միշտ չի որ բուն այդ սպառնալիքի իմաստով են արվում, երբեմն նույնիսկ սիրով, հա, որ կանել դա տարօրինակ է, բայց պետքա մոտեցումը լինի նույնը, անկախ ինչ որ կուսակցությունից եւ բանից, եւ եթե բոլոր այն մարդիկ, որ ասում են, այս երկրում պետքա հեղաշրջում անել, ստանան նույն պատիժը, ինչ ստացել է Միքայել Սրբազանը այդ նույն մտքերի համար, ապա բանտում ոչ մի տեղ չի լինի։ Դե այդ կապակցությամբ նախկին պաշտոնյան, իսկ այժմ ուղղակի Սերժի Փեզո ախպերը խոստացել էր
Նոր բանդ։ Իդեպ էս բանդը ինչ եղավ, տենց սեպուհ մեկվեց գնաց, հա։ Դե չէ, դժվար թե այսքան մարդ որ բռնում են, երևի ոչ թե սեպուվում է, այլ ուղղակի մի քիչ ծիծեռնակաբերդի խճուղվում է։ Օհո, վեդու ջրամբարվում է նկատի ունես։ Դե հա, էլի աչափնյակի մետրոյվում է։ Դատախազը 2 տարի 6 ամիս պահանջեց իշխանության զարթման կոչի համար մեղադրվող Միքայել arczepiskopos Աջապահյանի համար։ Այս քրեական գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան 1 տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել եւ քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի եւ կաթողիկոսի դեմ։ Իրավաբանները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է հաջորդիվ մի քանի անգամ։ Իդեպ քանի հիշել ենք այս նախորդ կիլդիմ, այնտեղ մի падգամավոր էլ կար, ով շիշ շպրտելը խիստ անհամատեղելի էր համարում падգամավոր լինելու հետ։ Իբր ինչ է սարկազմով ասում։ Տենց էլ կա։ Հա, ինքն էլ էր տենց ասում։ Ով է Հովիկ Աղազարյան եւ ինչու է ինքը ազգային ժողովում, եթե ինքը շիշա շպրտում, որովհետեւ ազգային ժողովում շիշ շպրտողը իր պատգամավորական արժանապատվության վրա է առաջինը շիշ շպրտում։ Հա, չի կարա շիշ շպրտողը մնա падգամավոր, ինչու՞մն է խնդրեմը։ Պրոբլեմը նրանում է, որ այս ասող падգամավորը Տիգրան Պարսիլյանը այս ասելուց մի քանի օր հետո, թե մի օր հետո, ինքն է շիշ շպրտում։ Ով է Հովիկ Աղազարյան եւ ինչու է ինքը ազգային ժողովում, եթե ինքը շիշա շպրտում, որովհետեւ ազգային ժողովում շիշ շպրտողը իր պատգամավորական արժանապատվության վրա է առաջինը շիշ շպրտում։ Ավելի իվարքան, եկեք մտնենք ԱԺ պաշտոնական կայք ու ստուգել, կարող է այդ պատգամավորական արժանապատվության վրա շիշ շպրտելուց հետո մարդը սուս-փուս խելոք հրաժարական է։ Գիտեք ինչ, եթե ես գրազեկող մարդ լինեի, ես ամբողջինս բոլոր FTN-ներս միանգամից այսենց կդնեի նրա, այսենց FTN-ներս կդնեի նրա վրա, որ այս մարդը ասեց վեհանձն բառեր ասելուց հետո միանգամից հրաժարական կտար։ Բոլոր FTN-ներս կդնեի։ Գրաս կգայր, հա։ FTN-ներս։ Մնացել է։ Ինչ լավ է, ես գրազեկող մարդ չեմ։ Պարսիլյան, ես հավատում եմ, որ դուք ձեր սկզբունքին հավատարիմ կմնաք ու կամ ժամանակի մեքենա կստեղծեք, կգնաք հետ այդ օրը ու այդ շիշը չեք շպրտի, կամ հրաժարական կտաք, երկուսից մեկը։ Եթե ես գրազեկող մարդ լինեի կամ մի տոննա FTN ունենայի, որը ֆիքսեցինք այդ մարդը չեմ, ես կասեի առաջինը ավելի հավանականը։ Այլ թեման էր։ Փաշինյանը մակում էր։ Փաշինյանը դեռ Նյու Յորք չէր հասել, երբ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը օկուպանտ անվանեց, Թրամփի ուղին էլ Զանգեզուրի միջանցք։ 2 օր հետո նույն ամբիոնից Փաշինյանը դժգոհություն հայտնեց Ադրբեջանի նախագահի բառապաշարից։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Այսենց ինքնիշխան հակադարձում Ալիևին։ Բա հիմա Թրամփը չի զարմանում, որ Ալիևը անդադ ասում է Զանգեզուրի միջանցք։ Թրամփը նոր սովորել է, որ Հայաստանը դա Ալբանիան չի, ու դեռ վստահ չի Կամբոջան դա Ադրբեջանն է թե չէ։ Եթե ես հայտնվեի այս իրավիճակում, հպարտությունը կդնեի մի կողմ, բացեի հեռախոսը, կմտնեի WhatsApp ու ոնց էր հետո ինչ պետք է անեի։ Դե զանգի Թրամփին ասում եք, որ խնդիրներն ինչ կանեք, ասավ կզանգենք, զանգի Թրամփին, դες դա ինչ ասում։ Ապե դեսի պոլիտիկա է, պետք է քոզածից շատ ուզես, որ քոզածը վերջում իտոգում ստանաս։ Okay, բա ինչ է վախենում գերիներին ասել գերի։ Անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Դե նա էս էլ է պոլիտիկա, պետք է ուզածիցդ մի քիչ ավելի համեստ ուզես, որ ակնկալիքներդ գերազանցվեն։ Նոր դրա հակառակը չէիր ասում։ Էս էլ է պոլիտիկա։ Այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, գրիպ անգնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, անգնելու է, հա? Երեխան տեսեք ոչ մի ամբուժելի հիվանդությամբ վարակված չի, ես դες կարող եմ դա վստահեցնել։
Okay, հիմա ինչ նոր ինչ ասեց։ Չգիտեմ, բայց քանի որ ընտրությունները մոտենում են, պետք է հիշել, որ ուր որ այա մտնում ենք Եվրամիություն։ Ահա, եւ այսպես էկրանների մոտ ենք հրավիրում Տիգրան Խզմարյանին եւ նրա ստատուսները լայքող, արա չափից դուրս շատ մարդկանց։ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը 11 անգամ արտաբերում է Եվրամիություն, Եվրոպական միություն բառերը։ Երբ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ, Երբ կմիանա Հայաստանը Եվրոպական ընտանիքին, կմիանա, չի միանա, այս հարցերին կոնկրետ պատասխան Հայաստանի վարչապետը երբեք չի տալիս։ Նայ, կոնկրետ պատասխան կի Եվրամիությունը չի տալիս, ուր մնաց Հայաստանի վարչապետը տա։ Եկեք մի հատ sense ֆիքսենք մի բան։ Մինչև Եվրամիությունը sense ինչքան ուժ ունի, չուզենա, չարտահայտի այն, որ ուզում է մենք գնանք այնտեղ, մենք ինչքան էլ տրակենք մեջից չեն կարա ինքնուրույն մտնենք։ Մանավանդ, որ ունենք երկրի օրինակ մեր քթի տակ արա, որը Եվրոպան ոնց որ թե 30 տարի է հա ուզում է միաձայն, իրանց ժողովուրդն էլ անընդհատ ուզում է, բայց չի ստացվում։ Ճիշտ է, այս վերջերս ահագին կոմպակտացվել են Եվրոպա ձգտող ժողովուրդները։ Մեր հատուկ թղթակցի ռեպորտաժը Վրաստանից։ В общем, вообще չեմ ջրում ինչ ա եղել, բայց Գերմանիայի դրոշով են, Եվրոսայուզ, Ֆրանսիա։ Բարացիորեն այսքան մարդ է։ Այն որ սյոհելի վերջացել է, բայց այստենց խզմալյանականներն են լոկալ հավանաբար։ Ու սենց ամեն երեկո օրը բառացիորեն 25 հոգու համար Ռուստավելին փակում էին, որ մարդիկ իրենց սահմանադրական սերը առ Եվրոպա ազատ արտահայտեն։ Եվրոպան չի զգում ինչ գանձ է կորցնում հանձինս Վրաստանի ու ինչ հորքուրի գանձ ձեռք չի բերում հանձինս մեզ։ Մնացեք մեզ հետ։ Ջարդենք մեծ միֆը, ոչ խնայելու համար մեծ գումարներ պետք չեն, պարտատոմս կարելի է գնել նույնիսկ 10,000 դրամով։ Համ խնայողությունն է մնում, համ էլ չալաղաչ եկամուտ է գալիս։ Նույնիսկ փոքր գումարները կարող են ձնագնդի էֆեկտով մեծանալ եւ դառնալ ռեալ եկամուտ։ Ինչքան շուտ սկսեք կուտակել, այնքան շուտ կվայելեք արդյունքը։ Ներբերեք սուպերը հավելվածը, գրանցվեք եւ սկսեք խնայել։ Այդքան հեշտ։ Բաբկենը հայ այթիշնիկ է, որը լավ փող է կուտակել, կամ ձեռներեց, կամ ուղակի Ռոստովի հերու բարեկամից ժառանգություն է ստացել։ Բաբկենը ունի տուն, մեքենա ու այս պահին ընդամենը ուզում այնպիսի ներդնում անի, որ ստանա երաշխավորված եկամուտ եւ կարողանա օգտագործել իր գումարը ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի։ Ինչ անի Բաբկենը։ Երբեմն հարցերի լուծումը ինքն է թակում ձեր դուռը։ Բաբկեն ջան, երևի բացես։ Սուպեր հավելվածով կարող ես ապահով ներդրումներ անել ֆինանսական աշխարհում։ Պետական եւ կորպորատիվ պարտատոմսեր։ Բում, ոչ մի հարկ։ Բում, ավանդից բարձր եկամտաբերություն։ Բում, պարտատոմսի հետ վաճառքի հնարավորություն։ Բում, ոչ մի թղթաբանություն ու պլյուս վերահսկում կենտրոնական բանկի կողմից։ Հույն, անունը կասեք։ Վայ Բաբկեն։ Սուպերա, քո ֆինանսական սուպերհերոսը քո հեռախոսում։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Ժողովուրդը դուրս չի գալիս, թող ես այստեղ ժողովրդի ձայնի հնչեցումը լինեմ, չնայած ես միշտ ասում եմ, որ ժողովրդի անունից չեմ ուզում խոսել, այլ պատճառով։ Ես խոսում եմ ազգիս անունից, այլ ոչ ժողովրդի, որովհետև ես եմ ազգի էլիտան։ Ես եմ։ Սերգեյ չգիտի, բայց ես Թբիլիսիում գտնելով սովորել եմ հիպնոսի որոշ լուրջ տեխնիկաներ, NLP հիպնոս։ Հիմա շատ ուշադրի, նա ես ճտցնելու եմ մատերս, ճտցնելու եմ պես։ Դու ամբողջությամբ, ասես ոչ մի հետք չի մնալու, մոռանալու ես, որ դու երբևիցե գեյ ես եղել։ Բայց ես երբեք գեյ չեմ եղել, Նարեկ։ Տեսեք, աշխատեց։ Չոտկի։ Մեկից մեկ։ Հիշում ես դες բան։ Իրականում, արես ուրեմն շատ լավ աշխատել ես, որտեղ вообще չեմ հիշում։ Իդեալական։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա։